Հաջորդ հարցը ժողովուրդ Համապետական օգնությունների մասնակցում է 19 քաղաքականությունից, բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ 19 քաղաքականությունից գաղտնալսվում է միայն մեկը, որը հիմնական դերմացակիցն է, ուժեղ Հայաստան կուսակցությունը, ինչու է դա այդպես եւ ինչու երկու մարտիկում մարդկանց գործ է խոստալիս, ասում եք գործն էլ կլինի, աշխատատեղերներ կլինի, դպրոցներ կկառուցենք եւ ջահելներն էլ կվերադառնան մարտիկ, սա իրավապահ համակարգը դիտարկում է, որ ամեն ինչ կարգին է, հարթ է դիտարկում, իսկ այս նույն համատեքստում երկուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը հայտնի կանդասը երբ ասում է, որ դպրոցներ կլինի, երբ ասում է, որ հողներ կլինի, գործներ կլինի, ամեն ինչ լավ կլինի, դրան կալանավորում, սա ինչպես հասկանան, ինչպես խարդաբանում եւ մեկ հստակեցում ԵՄ եւ ԵԱՏՄ-ի հետ կապված։ Դուք ասում եք Հայաստանի առանցքային ուղղությունը ԵՄ-ն է, բայց ԵՄ-ն հայտարարում է, որ իր անդամակցությունը պրակտիկասկարին եւ չի կարող որևէ մեկի օգնել եւ այս նույն սրանց զուգահեռ դուք ասում եք, որ Հայաստանը իր համեստ կարողություններով չի կարող մրցակցել եւ դեռ ավելի բարելավել ՀԴ-ի հետ եւ սրանց զուգահեռ ԵԱՏՄ-ի հակառակ քաղաքականություն է տանում եւ մայիսի 28-29-ի տեղի է ունենալու ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը, ՀԴ-ն էլ հայտարարել է, որ հստակեցրել դուք մնում եք ԵԱՏՄ-ին, թե դուրս եք գալիս։ Հիմա մենք կարող ենք ասել, որ դուք քաղաքական քիավ եք իրականացնում, որ մնում եք ԵՄ, երկու խաղ եք խաղացնում, ասած ինչպես եք բացատրել սա։ Նախ ձեր գնահատականը, որ ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն եմ վարում, լավ, այդ գնահատական հանրությունը, որ հանրությունը։ Դե ժողովրդի հետ շփման ընթացքում է։ Ես այսքան ժողովրդից շփվում եմ, որը մեկը չասեց, որ ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն եմ վարում։ Բայց լավ տեսականորեն, եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև ԵԱՏՄ-ի որոշումները ընդունվում են կոնսենսուսով, այսինքն որևէ որոշում չի կարող ԵԱՏՄ-ին ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը։ Հետևաբար, եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ գործեի, այսօր ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն նշանակում է կաթվածահար է, չի գործում։ Հետևաբար, ԵԱՏՄ-ն կաթվածահար չի, նշանակում է ես ԵԱՏՄ-ին հակառակ չեմ գործում։ Եվրամիությանը մեր անդամակցության հետ կապված ես բազմիցս պարզաբանել եմ հրապարակային ձեր թույլտվությամբ ես նորից չկրկնեմ, որն է մեր ռազմավարությունը։ Այդ ռազմավարությունը հրապարակված է եւ ոչ մի նորություն չկա։ Մի հատ էլ հարց կար, որն է։ 19 քաղաքականությունից ինչու է կամ չէ։ Հա, իսկ ինչ գիտեք։ Եվ նաեւ մասվիկում դուք կներեք, քաղաքացիներին խոստացել եք, հա, հիշեցի հարցերը։ Այդ բարդ իրավական հարցեր եք տալիս, ես չեմ կարող իրավական վերլուծություններ անել, թող իրավաբան գաղտնալսվում։ Իսկ ես չգիտեմ ով է գաղտնալսվում, դուք որտե՞ց գիտեք ով է գաղտնալսվում։